Ողջույն, սիրելի հեռուստադիտողներ, եթերում ազատ շփումն է։ Դե ինչ, երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի հրապարակում էր արել իր Facebook-յան էջում, նշելով ինչ-որ թվեր եւ առաջարկելով, որպեսզի փորձենք գուշակենք։ Եվ խոստացել էր, որ այսօր արդեն նա կհրապարակի թե ինչի մասին է խոսքը։ Թույլ տվեք ընթերցել։ Հունվարի 27-ի դրությամբ մինչև 50,000 դրամ 34,613 մարդ, 50,000-ից 100,000 դրամ 2268 մարդ, 100,000-ից 500,000 դրամ 5,981 մարդ, 500,000-ից 1 միլիոն դրամ 1063 մարդ, 1 միլիոնից 2 միլիոն դրամ 682 մարդ, 2 միլիոնից 4 միլիոն դրամ 140 մարդ, 4 միլիոն դրամ եւ ավել 53 մարդ։ Այս թվերը կպարզաբանեմ վաղը, իսկ այսօր կարող եք կռահել, թե ինչի մասին է խոսքը։ Իհարկե մոտավոր կարելի էր կռահել ելնելով թվերի հանրագումարից, որովհետեւ եթե մի ուղղությամբ մոտ 50,000-ից ավել մարդ է, ուրեմն դա կամ պետք է վերաբերվի երիտասարդներին, ուսանողներին կամ պիտի վերաբերվի դպրոցականներին կամ թոշակառուներին, որովհետև 50,000-ից ավել մարդ մի ուղղության վրա, իհարկե կարելի էր մտածել այլ բաներ, բայց գումարները խանգարում էին, ասում էր, չէ, ամեն դեպքում երևի թե խոսքը թոշակառուների մասին է, բայց այ ինչ, դա մի քիչ քչերն են արդեն գուշակել։ Ուրեմն, այսօր վարչապետը խոստման համաձայն հրապարակեց, թե խոսքն ինչի մասին է, եւ ստացվեց հետեւյալը, որ 65 պլյուս տարիքի 50,073 թոշակառու հունվարի 29-ի դրությամբ ստացել է 4.3 միլիարդ դրամի առողջապահական ծառայություն պետական բյուջեի միջոցներով։ Այս մասին սոցցանցի էջում արդեն հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանրամասնելով երեք հրապարակված վիճակագրությանը։ Սա ընդհանուր որ միտքը հասանալ լինի։ Այսինքն, այսքան մարդ արդեն օգտվել է, այսքան մարդու ցուցադրվել է այդ գումարային սանդղակով արդեն ասենք 50,000-ից մինչև 4 միլիոն դրամի առողջական միջամտություն է եղել, որը վճարվել է պետական բյուջեից։ Հիմա ես ուզում եմ հարցնել ձեզ, սիրելի թոշակառուներ, սիրելի տարեցներ, տատիկներ եւ պապիկներ։ Այ վարչապետը մի քանի որոշ ժամանակ առաջ մի ելույթ էր ունեցել ազգային ժողովում դեռ անցյալ տարի, որտեղից որ կոնտեքստից կտրել էին արտահայտությունը, թե թոշակառուն ինչ պիտի անի 10,000 դրամը եւ տեղադրել ու տարածում էին ամենատարբեր կայքերով որոշ սրիկա եւ անպատասխանատու լրագրողներ եւ որոշ ցենզուրայից դուրս ասենք ինձ արածի հետևանքը չգիտակցող կայքեր ու հեռուստատեսություններ էլ այս տեմպի տակ արդեն փորձում էին ձեր նյարդերի վրա խաղալ, թե այ տեսեք երկրի ղեկավարը չի մտածում ձեր մասին ու հնարավորություն կա, բայց ասում են ինչ պիտի անեն, որ 10,000 դրամ է։ Այս ձևով էին ներկայացնում։ Այնինչ ես այդ ելույթը իսկապես հիշում եմ եւ ամբողջովին համաձայն է նրա ելույթի հետ, ոչ թե կոնտեքստից կտրած այդ հատվածի հետ։ Օրինակ ես հիմա խոսում եմ, կարող են այստեղ էլ, չէ՞, մի հատ կոնտեքստից բան կտրել, տանել ցույց տալ, ասել տեսեք ինչ ասում գնելը։ Ոչ թե գնելը ինչ ասում, պետքա այս թեմայի միտքը ամբողջովին ըմբռնել։ Ես չեմ ասում հաղորդումն ամբողջովին նայել։ Որտեղ որ վարչապետը խոսում էր նրա մասին իրականում, որ մեր մենտալիտետի մեջ նստած է, որ 65 տարեկան մարդ, այսինքն երբ որ մարդը անցնում է թոշակի, այլևս նա կորցնում է իր պիտանելիությունը հասարակության մեջ միջավայրում, հասկանում եք։ Եվ խոսում էր, որ կարելի է որոշակի նախաձեռնություններով հանդես գալ, որպեսզի լինեն զբաղվածություններ այդ մարդիկ, ովքեր ցանկանում են աշխատել, ովքեր ցանկանում են իրենց մասնագիտական իմացությունով դեռևս շարունակել օգտակար լինել եւ դրանից արդեն ֆինանս ունենալ, ովքեր ցանկանում են բիզնես ներդրումներ անել,
այդ պրոյեկտի միջոցով պետությունը սկսի աջակցել այդ ամեն ինչին, այսինքն մեխանիզմներ ստեղծվեն, ոչ թե մարդուն նստացնենք տանը 10,000 էլ ավելացնենք ու ասենք դե գնա ապրի, այլ ստեղծենք պայմաններ, որտեղ ինքը շարունակի իր ստեղծարար միտքը իրականացնել, օգտագործել։ Ըստ էության լավ բան ասում, իհարկե ովքեր չեն ցանկանում դարձել կարող են տանը նստել, բայց սա չէ որ մեծամասնության առհասարակ մեր մեծահասակներին նրանց ներուժը պետության համար ճիշտ օգտագործելու մասին է։ Եվ այո, եթե մարդը ունի հնարավորություն եւ կարող է աշխատել, հիմա այդ մարդը ինչ է անում ամսեկանեն 10,000-ը, որ պետությունը կարող է կենտրոնանալ ավելի լայն հնարավորություններ բացելով, որպեսզի մարդը ավելին կարողանա ստեղծել։ Եվ եթե այստեղ կան հակասություններ, կներեք ես կզարմանամ, բայց այնուամենայնիվ իրենք իրենց սև գործ արեցին, կոչած սերժականների բաները, լրատվականները, ովքեր միշտ են եղել անպատասխանատու իրենց գործունեության մեջ եւ մեծ հաշվով շատ խնդիրներ հենց դրանից է ծագում։ Եկավ միտքը այնտեղ, որ իբր 10,000 դրամը ինչ են անում, այսինքն այդ հատվածը կտրեցին ու դրեցին։ Հիմա այս պայի դրությամբ 4 միլիարդ 300 միլիոն դրամի պետությունը, արդեն մեր բոլորիս պետությունը, մեր բոլորիս բյուջեի հաշվին, մեր մեծահասակներին առողջապահական աջակցություն է ցուցաբերել։ Ես, որպես քաղաքացի, ով այդ բյուջեն ստեղծողն է, ես գոհ եմ, որ իմ բյուջեն այսպես է կառավարվում։ Իհարկե գոհ եմ։ Այո, դա շատ կարևոր է, եւ այդ բյուջեն ես, մյուսը, Պողոսը, Պետրոսը, Մարտիրոսը մենք պիտի վճարենք այդ ապահովագրության համար եւ այդ վճարներից այդ մասը պիտի գնա մեր տարեցներին։ Եթե քաղաքացիները, այ հիշում եք շատ եմ ես ասում, որ պետք է լինեն իրավապատակ, պիտի լինեն մի փոքր պետականամետ։ Եթե քաղաքացիները ցանկանում են իրենց ավակ սերնդի հանդեպ իրենց սերը ցուցաբերել, չկա ավելի ինչ որ եսի ինչ անելու, քան չթաքցնել, հարկերը ես չանել, են չանել, պարտաճանաչ մուծել իրենց առողջապահական ապահովագրությունը, վերջ, այսքան գրանցվել աշխատանքի եւ մուծել դրա համար։ Վերջ։ Սրանով դուք արդեն ցույց եք տալիս ձեր հարգանքը մեծահասակների նկատմամբ։ Եվ սա դեռ սկիզբն է։ Դեռ նորա մեկնարկել այս մեխանիզմը, իր մի քանի բազմաթիվ դեռևս փոքր պուճուրիկ խնդիրներով, թերություններով միգուցե։ Եվ այդ ամեն ինչը ունի պատճառ, գիտեք ինչ, կա թերություն, որը ախմախություն է, եւ կա թերություն, որը ունի պատճառ ու վստահ ես, որ դրա մասին մտահոգ են ու կարգավորելով գնում են։ Այս պարագայում, որ ախմախություն է, դու դուրս ես գալիս ու ասում ես սա ախմախություն է, լուսաբանում ես, մյուս պարագայում ըմբռնում ես եւ ճիշտ հակառակ փորձում ես աջակցել, որպեսզի արագ լուծվի դա, ոչ թե հավելյալ խնդիր դառնալ այդտեղ։ Ինչի մասն է խոսքը, օրինակ պոլիկլինիկաներում հերթեն են միանգամից կարգավորումները դե միանգամից է մտել մեխանիզմը, հիմա իհարկե քիչ ոնց որ թե ընկնում է տեղը, բայց սկզբի օրերին ավելի վատ վիճակ էր։ Ու մարդիկ դժգոհում էին, քույրերը, աշխատողները իրենք դեռևս առաջին օրերն է շատ բաների մեջ դեռ չեն հմտացել։ Հասկանում եք։ Պիտի դեռ հմտանան, որ արագ կողմնորոշվեն եւ այլն։ Այդ մարդիկ ժամը 1-2 ժամը 1 ժողով են անում, նոր մեխանիզմ ավելանում, նոր մոտեցում, որպեսզի ասենց դասավորվելով գնա եւ մարդիկ կային նստած այդ հերթին դժգոհում են, հասկանում ենք, հերթը տհաճ բան է, բայց պետք է ըմբռնումով մոտենալ։ Եթե մոտենում ես ու տեսնում ես, չէ՞ որ այդ որ ժողով են անում 2 ժամը 1, նրա համար է, որ նկատել են որևիցե փոքրիկ խնդիր գործարկելու ընթացքում եւ փորձում են հարթելով տանել, այսինքն դու առնվազն քո չդժգոհությունով, այսինքն քո համբերատարությամբ կարող ես նպաստել, որպեսզի ավելի սահուն այդ մեխանիզմը մտնի ու կիրառվի, չէ՞ որ սա ծավալուն մեխանիզմ է։ Ծավալուն։ Մի հատ երեխայի ասեք գնա մի բաժակ ջուր բերի։ Այդ երեխան միջև բերի կեսը կթափի, չէ՞։
երկրորդ, երրորդ, չորրորդ, հինգերորդ անգամ արդեն վարժված է լինում։ Եվ գրեթե չի թափի։ Այսինքն պետք է թողնեք վարժվեն մարդիկ էլ, այդ մարդիկ էլ մարդ են։ Մարդ, այդ բուժքույրը եւ կամ պոլիկլինիկայի տնօրենը, ով արագ պիտի գրանցումներ անի, որովհետեւ իրենից հեսա հաշվետվություն են ուզելու ինչա կատարվել, եթե այնտեղ մի բան խախտվի ու պարզվի, որ խախտվել, այս մարդուն կարող է դատենել։ Ինքն էլ զգուշավորությունների մեջ չէ լուրջ, որ ճիշտ գնա, ճիշտ կառավարվի, հանկարծ ոչ մի բան արանքից դուրս չգա, մի խոսքով։ Ու բնական է, որ լինում են այդպիսի բաներ, բայց կարևորը կարծես թե հաղթահարում ենք դա եւ մնացածը արդեն քիչ-քիչ կկարգավորվի։ Նոր մշակույթ կձևավորվի հաստատ, ինչպես հերթ կանգնել, մյուս հնարավոր առաջիկայում պոլիկլինիկաները, ինչու ոչ, այ օրինակ մի հատ խնդիր, որը կարելի է բարձրաձայնել, պոլիկլինիկաները կարող են նաեւ լինել այն հերթը, որ քաշում ես այդ բանով։ Թող հերթ քաշեն մարդիկ նստեն, չվիճեն, որպեսզի չվիճեն։ Ով ահումից շուտ եկել, ով ահումից ուշ եկել, կան այդպիսի խնդիրներ եւ խոսակցություն։ Տարեց մարդիկ են, տարեց մարդիկ էլ մի քիչ այլ տրամադրություն, բնավորություն են ունենում, կարելի է մի քիչ էլ իրենց հույզերով առաջնորդվել, հա։ Չնայած որ մեծ մասը իր բժիշկների հետ պայմանավորվում նոր են գնում, բայց անգամ տվյալ բժշկի դռան առաջ հերթ է լինում։ Ասենք բուժքույրը ասում է ժամը 2-ից այստեղ եմ, բոլորը ժամը 2-ից այնտեղ են։ Կարելի է այդ հարցնել, քիչ-քիչ կլուծվի, եսի մինչեր չենք ժառանգել, ժողովուրդ ջան, կլուծվի, լավ կլինի։ Ամեն դեպքում, մի կողմից տեսնում ենք սա, տեսնում ենք ճիշտ կառավարում, մյուս կողմից մեկ բանա, ազատ ժամանակ մեր վարչապետը թմբուկ է նվագում, ինչով ուզում ես զբաղվում է, իր ազատ ժամանակն է, գիրկել է կարդում, թմբուկել է նվագում, հիմա էլ համերգ է դրել։ Չէ, ի տարբերություն Սերժ Սարգսյանի չի գնացել իր ազատ ժամանակը ծախսելու կազինոյում եւ ի տարբերություն Ռոբերտ Քոչարյանի չի ծախսել իր ազատ ժամանակը գնա Տանզանիա առյուծ խփելու։ Մարդը իր ազատ ժամանակը նստած թմբուկ է նվագել, հիմա էլ որոշել է, եթե սենց լավ տրամադրություն է հաղորդում ես գործիքը, ինչի՞ չմասսայականացնել։ Ըստ ցանկության, ովքեր ցանկանում են այսօր վարչաբենդի համերգն խնդալու անուն է, իսկապես խնդալու անուն է, պոզիտիվ անուն է, վարչաբենդ, լավ են մտածել։ Ովքեր ցանկանում են կարող են գնալ, ովքեր չէ, բայց այստեղ ինձ շատը ինչի համար ես հիշեցի, երեք Քոչարյանը ասեց ինչ-որ բան է աչքովս ընկնում, խոսում է, ներկայացնում է այդ միջոցառումը որպես կապիկություն։ Հատե ասում է, թե կապիկություն կարող են անել էլի։ Էդ էլ կանեն, են էլ կանեն կապիկություն է։ Ուրեմն վարչապետի անձը դնենք մի կողմ, ձեր ներքին բաներն էլ, այդ անտիպաթիաները այդ թվում։ Բայց գիտես, այո, մենակ աուլում մեծացած երևույթը կարա մշակութային ստեղծարար գործունեության անունը դնի կապիկություն։ Այ որովհետև այդպես է գնահատել առհասարակ երաժիշտներին, երգիչներին, դերասաններին, դրա համար էլ մշակութային սով է Հայաստանի Հանրապետությունում ու այս վիճակն է։ Այ այդպես է գնահատել, այո, այդպեսին է եղել ձեր, որը որ արդեն վերածվել է, այդպես գնահատել եք, դրա համար վերածվել է որպես ու դարձել որակական հատկանիշ։ Այնքան դուք ասիք դա կապիկություն է, այո, այդ ձեր ուղեղի մեջ է, հասկանում եք, դերասանությունը կապիկություն է անում բեմի վրա, հասկանում եք, որտեղ եք դուք տեսել թատրոն, ներկայացում, դուք որտեղ եք առնչվել արվեստին, որ հասկանաք դա ինչ է։ Եվ միայն Քոչարյան Ռոբերտը չէ, սրանց խունտան, բոլորով, դուք ինչ գիտեք, արվեստն ինչ է։ Այո, ձեր համար
Արվեստը եղել է կապիկություն։ Հասկանում եք։ Չնայած առհասարակ արվեստը հասարակության հայելին է, եւ գուցե դրա համար է ձեզ համար դիտվում կապիկություն։ Այնուամենայնիվ դուք այնքան էդի վերածեցիք կապիկության, որ մեր դերասաններից շատերը չարժանացան են ամեն ինչին, են հարգանքին, են մեծ սիրուն, որ պիտի արժանանային։ Ինչ-որ փողոցներից մարդիկ գնացին, լցվեցին հեռուստատեսություններ, չեմ ասում բոլորը, բայց մի մասը։ Այդ արժեքը ջարդվեց արվեստ ասվածի, փոխարինելու եկավ ինչ-որ կերպ շոու անել փող աշխատելը, եւ այո, դարձավ որակական հատկանիշ, որ մինչև կապիկ չլինես, քեզ դժվար է հրավիրեն որևիցի տեղ խաղալու։ Այո, դա այսպես հիմա շիլաշփոթի մեջ ենք։ Եվ այդ գնահատականներն էր պատճառը, որ չունեցանք մի բանաստեղծ, ով անկախություն գաղափարախոսությունը կքարոզեր ստեղծագործություններով։ Չունեցանք մի պոետ, ով ազատությունը կքարոզեր իր ստեղծագործություններով, նրա արժեքը։ Չունեցանք մի ռեժիսոր, ով այս ամեն ինչը ֆիլմի կվերածեր ու կթելադրեր հասարակական գրագիտություն այդ ամեն ինչի հանդեպ։ Չունեցանք մի նկարիչ, ով այս ամեն ինչը կտավի կվերածեր։ Չունեցանք մի կոմպոզիտոր, ով այս ամեն ինչը երաժշտության կվերածեր։ Փոխարենը այո, լցվեցին կապիկները, որովհետև դուք գնահատեցիք կապիկներին, որովհետև ձեր համար ամենալավ կապիկը կարա այդ կապիկությամբ զբաղվի ոչ մարդը։ Դա կապիկություն է։ Ու ձեր ռեսուրսները, ձեր ազդեցությունները կիրառվեցին կապիկության մեյմունության զարգացմանը, ձեզ նույնպես վերածելով քաղաքական կապիկների։ Նա դու նստի, դու ինքդ քո հարցազրույցը դիտիր 3.5 ժամ։ Նա նստի դիտի։ Ու ասա ես սա իմ թորների համար եմ խոսել։ Մտ նստի դիտիր։ Կներեք, ավելի մեծ կապիկություն, հա, երաժշտությունը կարա վերածվի կապիկության, երբ որ կապիկն է զբաղվում, բայց գիտես նույն ձևով քաղաքականությամբ զբաղվողները կարող են վերածվել կապիկի եւ իրենց առած գործունեությունը լինի կապիկություն։ Այո, քաղաքականությունն էլ այդպիսի արվեստ է։ Նա դառնում է կապիկություն, եթե նրանով զբաղվում են կապիկները։ Եվ հաշվի առնելով վերջին տասնամյակների մեր քաղաքական մտքի ընդհանրական իմաստով մերկությունն ու աղքատությունը, կարելի է հստակ գնահատականներ տալ, թե կոնկրետ Աստծու ստեղծած որ արարածները, որ տեսակը զբաղվել է ինչով։ Ես չկարծեք ես հիմա նստած, չէ, ուղղակի վարչապետից էր սկսվել այս խոսակցությունը։ Ես նրա արվեստի մեծ երկրպագուն չեմ, ես չգիտեմ, դեռ երևի զարգանալու տեղ ունի արվեստի առումով, չգիտեմ, այսօրվա համերգը երևի եթե ցույց տան կայքերով կնայեմ, բայց ներկա չեմ լինելու, որովհետև ինձ հետաքրքիր է ցանկը, ինչա կատարվելու, ինչ են կատարում, որ գործերն են կատարվում եւ ովքեր են։ Ես սիրում եմ մի քիչ ավելի մասնագիտական, այո, ժամանցիային առումով կարելի էր գնել, բայց այդ մասով էլ ժամանակ չունեմ։ Բայց ձեր գնահատականները այդպես, գիտեք ինչ, այ Հայկը Մարության, երբ որ այս process-ներ էր գնում, ասում եք, դերեսեն գնանք դերես, ռեյով էլ ասում եք, ախր, ռուսական ռեյով։
Ինձ գնա կրնգաշորը հակի դուրս արի գիտեք այս խոսույթը ցավոք սրտի ԿՊ-ականներն են օգտագործել եւ ես դա դատապարտել եմ անկախ նրանից քաղաքական օպոնենտ նրան ընկալել եմ թե ոչ ես նրան դատապարտել եմ ես նման խոսույթ անողներին դատապարտել եմ դերասանի մասնագիտությունը այնպեսի մասնագիտություն է որ 1000 կերպար կարա լինի այդ թվում նաեւ կնոջ նու պսևդո կնոջ նայած աշխատանքը ընդհանուր ֆիլմը կամ նու արտադրանքը հա ֆիլմը կամ ներկայացումը որքանով է արդարացնում տվյալ դերախաղը դերակատարումը ես երբեք չեմ հարգել նման խոսույթը ովքեր որ օգտագործեն բայց ի տարբերություն որոշ անձանց դուք դա Քոչարյան Ռոբերտ եւ Սարգսյան Սերժ արել եք համակարգային ձևով որովհետեւ պետք է այնտեղ գիտեք ուրիշ կերպարներ լինեին դա պիտի քարոզվեր կարժաթար մեր եթերում վերադառնանք սիրելի հեռուստադիտողներ բայց իմացաք Հայաստանի մերձեցումը Եվրամիության հետ կազդի Ռուսաստանի հետ նրա դաշնակցային հարաբերությունների վրա ՌԴԱԳՆ Այո, արտգործնախարարությունից այսպիսի ահազանգեր կան, բայց եւ կարող եմ նյութը ընթերցել ձեզ համար, հա։ Հայաստանի հարկադիր մերձեցումը Եվրամիության հետ բացասական հետևանքներ կունենա ինչպես Ռուսաստանի հետ նրա դաշինքի, այնպես էլ հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացման համար։ Այս մասին 10-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության եվրոպական խնդիրների վարչության տնօրեն Վլադիսլավ Մասլեննիկովը։ Մեկնաբանելով Երևանի Եվրամիությանը միանալու մտադրությունը նա նշել է, թե հաշվի առնելով ԵՄ-ի արագ վերափոխումը ագրեսիվ ռազմաքաղաքական դաշինքի եւ Ռուսաստանի հետ դիմակայությանը ուղղված նրա ռազմավարական կուրսը այս կարգակերպությանը անդամակցելու Հայաստանի հետաքրքրությունը չի կարող չմտահոգել։ Մենք հույս ունենք, որ Հայաստանը որպես Եվրասիական տնտեսական միության անդամ հասկանում է Բրյուսելի հետ հարկադիր մերձեցման հնարավոր բացասական հետևանքները, ինչպես մեր դաշնակցային հարաբերությունների, այնպես էլ հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացման համար։ Արա հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն գործընթացը ո՞րն է, էլի։ Ժանգի հոտ է գալիս այն մարզրանից։ Մամուրի հոտ է գալիս, լուրջ եմ ասում։ Գիտես գործընթաց կա։ Միևնույն ժամանակ Ռուսաստանի արտաքին գործերին մնացին է խորհրդային միության տակ, մնացին է տեղ։ Իչեք քարե դար, տենց լավ չի։ Այ քեզ բան։ Այդ մոդելը չի աշխատելու, վերջ, անցեք առաջ։ Միլիոնավոր, 100 միլիոնավոր մարդկանց ճակատագիր խեղվել է, վերջ, օգտագործել եք 100 միլիոնավոր մարդկանց ճակատագիր, կյանք, ժամանակահատված ապացուցելու համար, որ այդ մեխանիզմը չի աշխատում, վերջ, տակը ինչ եք երկել, ինչ եք պարել, ով վա Սոչի հանգստացել, ով վա Սուի պետեղել, անցավ, վերջ։ Այ հենց խնդիրն է դա, չես տեսնի, մի հատ նորմալ զարգացած երկիր, ով ուզում է հետ գնալ, չկա, այդպիսի բան չկա։ Ասենք ինչքան էլ Շարլ դե Գոլին գովաբանեն, իրանց համար մեկ հազարագույն գործիչներից լինի, մեկը Ֆրանսիան չի ուզենա գնա դե Գոլի ժամանակ։ Առաջ է գնում որովհետև ունի հարգումա գնահատումա, ով չի հարգում գնահատական ընդհանուր առմամբ տրված է անցած առաջ։ Դա այլևս պատմական փաստ է, վերջ, արձանագրումը։ Եղել է Շարլ դե Գոլ, ով արել է այսիշ բանը, վերջ, անցանք, գնահատում ենք, տարի մեկ գնում ենք, խոնարհվում ենք կամ չեն խոնարհվում, օդանավակայանի անունը դնում են Շարլ դե Գոլ, անցնում են առաջ, մարդու գործն է միշտ անմահ, շնորհակալություն։ Սրանք, այ քանի որ վասնզի
չգիտեմ, բան խորհրդային միությունը ինտեգրացնենք, ինչ եք խոսում։ Արդեն վատ եք սկսում։ Ցնդելու բանա։ Իրանց ճուտիկ բուլիկներն էլ ուղարկել են այստեղ կյանքներս ուտելու։ Այս ջանքերին համապատասխան, ջանքել են գործադրումը այդտեղ փաստորեն։ 25 թվականի ապրիլին երկրի նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրեց ՀՀ Եվրոպական միությանը անդամակցության գործընթացի մեկնարկի մասին։ Օրենքը, որը նախկինում հաստատել էր խորհրդարանը, հիշեցրել է նա։ Այսպիսով Մասլենկովի խոսքով Բրյուսելն արդեն սկսել է ակտիվորեն դրդել Երևանին, ընդունել քաղաքականապես մոտիվացված անցում ԵՄ չափանիշներին, որը հիմնարար կերպ անտեսում է այս անդրկովկասյան հանրապետության անդամակցությունը ԵԱՏՄ-ին եւ դրա հետ կապված պարտավորությունները։ Փաստը մնում է, որ ԵԱՏՄ-ին եւ ԵՄ-ին միաժամանակյա անդամակցությունը անհնար է, հայտարարել է դիվանագետը։ Նախ, այս նյութից ինչ ենք հասկանում, ժողովուրդ ջան։ Առաջին հայացքից դե հիմի Մասլինիկովն ասում է թողացի, չէ, այս նյութից հասկանում ենք հետեւյալը, որ փաստորեն Ռուսաստանը դեռևս Հայաստանի դաշնակիցն է։ Պատկերացնում եք, Ռուսաստանը մեր դաշնակիցն է, պարզվում է։ Եվ եթե մենք գնում ենք ԵՄ, ստացվում է, որ մեր դաշնակցային հարաբերությունների վրա կար ենք գծում, այ մարդ։ Ռուսաստանը կարծում է, որ դաշնակից լինել ինչ-որ մի պետության նշանակում է անել այն, ինչ արել է մեր գլխին։ Այս մարդիկ այդ բառի հետ կապված շատ այլ պատկերացում ունեն։ Մեր իմացած դաշնակցային հարաբերությունը Ռուսաստանի պատկերացրած դաշնակցային Ռուսաստանի դաշնակցության հետ Ռուսաստանի պատկերացրած դաշնակցային պատկերացման հետ ունի շատ լուրջ տարընթերցումներ, վերջ, սա այսպես, այո, գործընկեր կարող ենք լինել, ես չեմ ասում, չէ, բան, պագեք, բլոկեք, չէ, գործընկեր, պետությունը, մեծ պետությունը, որոշակի ազդեցություն, և մենք այդ ազդեցությունը ուզիչուծի մեր վրա ազդում է, հիմա, ասում է, մենք նեղվում ենք, հաստ, ինչ էր ասում, մի րոպե, որ զարգացած ցուցանիշների ԵՄ չափանիշներին, ակտիվորեն դրդել Երևանին, ընդունել քաղաքականապես մոտիվացված անցում ԵՄ չափանիշներին։ Մարդը նեղվում է, որ մենք ուզում ենք զարգանանք։ Այս մարդիկ ասում են ոչ, ախպեր ջան, չհասկացանք, Քոչարյանին ուղարկել ենք, Սերժին ուղարկել ենք, Տաշիր Սամոյին ուղարկել ենք, Ռուբեն Վարդանյանին ուղարկել ենք, Արա Աբրամյանը ստեղից օրը մեջ, Կարապետյանը Արշակը ստեղից օրը մեջ, Ռուսաստանի մասնա խոսքը, խոսում են, ինչ ասես ասում են, Եզրաս, Կտրիշ Ներսիսյան ուղարկել ենք, ինչ ասես սաղ ներդրել ենք, այսքան 165 միլիոն էլ հենց վերջի բանով ենք ուղարկում, որ դուք նստեք այդտեղ ու ԵՄ չափանիշներին փորձեք բան անել, հավասարվել, նեղվում են այս մարդիկ։ Եվ հույս ունեն, որ ժողովրդին այդ միլիոնները ծախսելով ժողովրդին կգրավեն։ Տաշիր Սամոն դուրս կգա կասի 300,000 աշխատատեղ ենք բացելու։ Իմիջայլոց աշխատատեղի խնդիր շատ չկա, աշխատողի խնդիր շատ կա։ 300,000 մարդը որտեղից ես հավաքում տանես աշխատացնես, նոր ջուղա, տանում ես Ռուսաստան խոպան։ Չէ, ասում մենք բան ենք բացում, գործարան, բացի, չէ, որ ինքը գնա բացի, Պուտինի հրահանգը, Պուտինի չէ, այդքան չկան Պուտինը հրահանգ, Կիրիենկոյի հրահանգը, ոնց իրականացնեն, ինչ ուզեն պիտի խոսեն, չէ, ու ասում մենք խենք, Ռուսաստանը նայք որտեղ է, էլի փորձում արտանա, ասում
քանի որ Եմեն արագ վերափոխվում է ագրեսիվ ռազմաքաղաքական դաշինքի, այ դրա համար նրանց հետ մոտեցումը նշանակում է, որ մեր դեմ դուք ագրեսիվ եք տրամադրված։ Եվ ստեղ գալիս կպնում է Սալավյովի ու Դուգինի այն բաները, հայտարարությունները, որ պետք է հատուկ ռազմական գործողություն իրականացնել Հայաստանում։ Հասկացաք, ոնց են իրենք պատկերացնում։ Իհարկե, մոռանալով, որ Եմեն ոչ թե վերափոխվում է ագրեսիվ ռազմաքաղաքական դաշինքի, այլ ագրեսիվ Պուտինի ագրեսիվ հրահանգներով եւ հայտարարություններից ելնելով, որ Եվրոպան հեսա գմփստում ենք բան, Եվրոպան որոշել է, Եվրամիությունը որոշել է նաեւ ունենա պաշտպանվելու ռեսուրս։ Եվ սկսել է արդեն տևական ժամանակ այդ ուղղությամբ աշխատանքներ անել։ Այդ երկրները կուզեին այդ ծախսերը անել, որպեսզի բանակ, բան, չգիտեմ, զենք, մենք ռազմական գործողությունների բան սկսեն։ Իրենց մոտ կյանքն ուրախ, ջութն ուտում, ջաները բունի էին երկում, նորմալ ապրում էին երջանիկ։ Իսկապես եվրոպական երկրներից մի քանիսը անգամ համարվել են տարվա ամենաերջանիկ երկրները աշխարհի։ Ինչն ասենք մի հատ ինձ մեկը կասի Հոլանդիայի ինչին է պետք ինքը վերածվի ագրեսիվ ռազմաքաղաքական դաշինքի ինչ որ մեկի դեմ։ Եթե իր վրա որևիցե մեկը տենց հաթաթա չի տալիս, ինչին է պետք։ Իր համար զարգանալով գտնում էր։ Ֆրանսիայի ինչին է պետք։ Սենց տենց հազարատ խնդիր ունի այդ մարդը միգրացիոն բաների հետ կապված եւ այլն։ Իր համար կարգավորվելով գնում էր։ Գերմանիայի ինչին է պետք։ Նորա 45-ից հետո նորա սկսել վայելել այն արագ-արագ սարքածները։ Ով ինչ ուզում, խոսում էլի։ Բայց Ջորջ ջան, քանի որ քիչ եթերը ուզում է արդեն վերջին հատված ենք մտնում, ես մի քանի գրառում կա, որ անպայման ուզում եմ ձեզ համար ընթերցել։ Նախ Արման Բաբաջանյանի գրառումը շատ լավն է։ Ասում են Հայաստանին ուժեղ ղեկավար է պետք, բայց պատմությունը ցույց է տվել, ուժեղ ղեկավարը չի կարող փրկել թույլ պետությունը։ Չի կարող։ Սադամ Հուսեյնը ուներ հսկայական բանակ, լիակատար վերահսկողություն, ուժեղ ձեռք։ Արդյունքը հիշում եք։ Մի քանի շաբաթում Իրաքը կորցրեց պետականության ողնաշարը, որովհետև ամեն ինչ հենված էր մեկ մարդու վրա։ Քադաֆին 40 տարվա ուժեղ առաջնորդ էր, երբ նա ընկավ, Լիբիան ընկավ նրա հետ միասին։ Այն վաղուց պետություն չէր։ Ինստիտուտներ չկային, միայն անձնական իշխանություն էր։ Վենեսուելայում Մադուրոն պահեց իշխանությունը ուժով, բայց երկիրը կորցրեց տնտեսությունը, արժույթը, մարդկանց ապագան, միլիոնավոր մարդիկ փախան։ Սա է ուժը։ Որտեղ է Մադուրոն հիմա։ Հիմա նայեք հակառակ օրինակները։ Գերմանիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում ղեկավարները գուցե ուժեղ չեն, շատ հաճախ փոխվում են, բայց պետությունը չի ցնցվում։ Ոչ ոք չի հարցնում ուժեղ է արդյոք վարչապետը կամ նախագահը։ Հարցը մեկն է. աշխատում են ինստիտուտները, դատարանը, անկախ է, բանակը, համակարգունի, կա վերահսկողություն, պատասխանատվություն, օրենքի գերակայություն։ Սա է իրական տարբերությունը։ Ուժեղ ղեկավարը փոխարինում է պետությանը։ Ուժեղ ինստիտուտները պաշտպանում են պետությունը ցանկացած ուժեղ կամ թույլ ղեկավարից։ Ցանկացած ուժի նկատմամբ միշտ կգտնվի ավելի ուժեղը, թե երկրի ներսում, թե նրա սահմաններից դուրս։ Հայաստանին պետք է ուժեղ առաջնորդ, բայց ավելի շատ պետք են ուժեղ ինստիտուտներ։ Հայաստանին պետք է ուժեղ պետություն, իսկ ուժեղ պետությունը կառուցվում է օրենքով, համակարգված աշխատանքով եւ ինստիտուտներով։ Հետևաբար ուժեղ ղեկավարը այն մարդը չէ, ով ամեն ինչ իր ձեռքում է պահում, այլ նա, ով կառուցում է ուժեղ ինստիտուտներ, օրենքի իշխանություն, անկախ դատարան, պրոֆեսիոնալ բանակ, հաշվետու կառավարում, վերահսկողություն ու հակակշիռներ։ Նա է ուժը, ով իր անձնական ուժը չի դարձնում պետության հենարան, այլ ծառայեցնում է պետությանը, այնպես որ երկիրը կանգուն մնա նաև իրենից հետո։ Ուժեղը նա է,
ով չի կերտում անձի պաշտամունք, այստեղ խծում է համակարգ, որտեղ ոչ ոք անպատիժ չէ, որտեղ պետությունը կախված չի մեկ մարդու վախերից, տրամադրությունից, կամքից կամ սխալից։ Ուժեղ ղեկավարը նա է, ով իր ուժը չափում է ոչ թե վախեցնելու, այլ կայունացնելու կարողությամբ։ Հիանալի նյութ է։ Իսկապես դա այդպես։ Այ շատ են չի ասում 44 օրից հետո։ Այ որ Քոչարյանն էլ չէինք պարտվել։ Դա արդեն տարիները ցույց տվեցին, որ դա ապուշություն է, բայց ինչ էր անելու, նստելու էր ձին, ասեր «Օն առաջ դեպի բան բարձունքը գնում են գա»։ Ոչ, պիտի աշխատել ինստիտուտներով։ Իսկ որոնք են եղել նրա թողած ինստիտուտները։ Սերժի թողած ինստիտուտները։ Մենք եկեք նայենք։ Եկեք նայենք։ Եվ հիմա այս մեծ ծավալով մեխանիզմի մեջ գուցե դանդաղ, բայց այդ փոփոխ դանդաղ, որովհետև կներեք պետական այդ ապարատը 200-250 հազար քաղաքացի աշխատում է այդտեղ։ Այնտեղ ծանր է փոփոխություններ անելը ու բերել պետական պատկերացումների դաշտ ինստիտուցիոնալ ձևով, չվնասելով իրավունքներ, սա բարդ բան է։ Բայց դա տեղի է ունենում։ Եվ այո, կայանում են քիչ-քիչ ինստիտուտներ։ Դժվարությամբ։ Մենք էլ շատ ենք նրանց քննադատում ու լավ ենք անում։ Քննադատում ենք, որ տեսնեն, որ արխային չընկնեն, ոնց որ ասում են։ Բայց այո, այս ինստիտուտները, մեխանիզմները կայանում են։ Ու դա շոշափելի է արդեն, տեսանելի է արդեն։ Եվ եւս երկու գրառում, որոնք որ ամեն մեկը երևի մի հաղորդման նյութ կդառնային, բայց ուրբաթ է էլի այսօրս ինչ կա թողնեմ։ Ուրեմն Շոպա Սաֆարյանն է այս գրառումը արել, ես ընդհանուր առմամբ գիտեմ ինչի մասին է ինքը խոսում ու այս թեմաների մասին մենք փորձում ենք գոնե բարդ ընթացքում շատ չխոսել, հասկացնում ենք ժողովրդին, բայց չենք խոսում, որովհետև կարող էր այլ ընկալումներ ունենալ հասարակական միջավայրում։ Բայց շատ լավ է, որ հիմա այս գրառումը կա։ Մինչև 24 թվականի տարեվերջ Հայաստան-Ադրբեջան սահմանագծով ոսկեպարից մինչև ներքին հանդ ռուսական ռազմական հենակետերի ապամոնտաժումը մի քանի անգամ ներքին հանդի ու սոտքի հատվածներում այդ բարեկամական հենակետերը թույլ չեն տվել ԵՄ քաղաքացիական դիտորդներին մոտենալ սահմանին ու դիտարկում անել, խոչընդոտելով նրա աշխատանքին։ Այդ ժամանակ քաղաքացիական հասարակության ու կառավարության համագործակցության շնորհիվ ռուսական հենակետերին ցույց տրվեց իր տեղը, իսկ հետագայում հեռացան ու այլևս միջադեպեր չեղան։ Այդ միջադեպերի մասին գրեց նաև մամուլը, ու վստահաբար Ռոբերտ Քոչյանը շատ լավ տեղեկացված էր դրա մասին, բայց ոչ մի թթու խոսք կամ հորդոր իր ռուս եղբայրներին չասաց, ոչ խոչընդոտելու, ոչ էլ հետագայում չխոչընդոտելու մասին։ Հիմա նույն Քոչարյանը առաջարկում է ռուսներին ու չինացիներին բերել թրիփ, որ այն Հայաստանի համար վտանգ չլինի ճակերտներով։ Թվարկածների բացակայության պատճառով։ Երևի այս անգամ էլ սիրտներն ուզում է, որ խոչընդոտեն տարանցիկ գնացների ու բեռերի անցուդարձին։ Ասեմ խոսքը ինչի մասին է։ Այո, այդ սահմանի երկայնքով ռուսները կային, նրանց ներկայությունը կար, փոքրիկ ցած բազաներ են, մի քանի դիրքը մեկ մի հատ բետերով նստած, բայց ինֆորմացիա էին հավաքում, տալիս էին մեր թշնամուն, մեր թշնամին էլ խփում էր մեր դիրքերին։ Մինչև 24 թվականի վերջ համարյա, հա։ Էդ է եղել իրանց գործունեությունը։ Իրաց ներկայությունն են ցույց տալիս իբր, հա, ընդ որում բանը Արշակ Կարապետյանի կառուցած փոքրիկ բազաներն են, ոսկե պարում էլ մի հատ կար։ Այն որ հիշում եք այդ ժամանակները Գալստանյանին անընդհատ ասում է այդ սրբազան շարժման, ասում է գնացել հասել եք, մի հատ այդ բազայի մոտ չեք ուզում փոքրիկ միտինգ էլ այդտեղ անեք, որովհետև այդ կրակոցները որ լինում են, այդ բազան այդտեղ նստած է, ինչ որ բան պիտի անի։ Մի խոսքով, ԵՄ դիտորդները որ գնում էին, նայելու սրանք արկելում էին, չէին թողնում։ Միջև որ քիչ-քիչ հասկանում եք դժվարությունը, ռադ եղան ու արդեն ամեն ինչ ընկավ իր տեղը։ Սա Կարապետյան Սամվելի խերն էր։ Արշակ Կարապետյանի խերն էր, այն որ հիմա բլոգեր է դարել, Մոսկվայում նստած օրական սպառնում ասում է Փաշինյան, այսինչ այսպես արա թե չեք բանկա հրապարակեմ։
Թե չէ կասեմ ինչ-որ բաներ, եսի մինչեր կասեմ, ապուշ բաներ է խոսում։ Չէ, մեկ-մեկ էլ ինչ-որ բաներ ասում է, բայց իրականության հետ իրականում կապ չունեցող։ Եվ այս նյութը, որը որ թող մնա շաբաթ կիրակի, մտովի կխորհեք սրա շուրջ սիրելի հեռուստադիտողներ։ Այսա լավն է, նու, են էլ լավ է, բայց այս թեման այլ թեմա է, որը որ շատ չի խոսվել։ Իրանի համար քրքրվող, թիքյա լինող, Ստեփա Սաֆարյանն է, լավն է ձեռագիրը։ Բոցավառվող, ինքնակոտորվող, ինքնահրկիզվող ու խառակիրի անող Քոչարյանին չի չէր իր նախագահության ժամանակ նույն ջիգյարով ու պլոճիկով մտածում, որ Իրանից Հայաստան եկող գազատարը Հայաստանի սահմանից սկսած հանուն ռուսների կրճատում էր կիսով չափ, որ այն տարանցիկ նշանակություն չունենա, ու Հայաստանի տարածքով իրանական գազը Եվրոպա չգնա։ Ըստ որում դա անելով այն ժամանակ, երբ Իրանի, Ռուսաստանի եւ Արևմուտքի հարաբերություններն այնքան էլ սրված չէին, ու այդ տասնամյակը Հայաստանի ոսկե հնարավորության բաց պատուհանն էր, ամեն ենթակառուցվածք Իրանի հետ կառուցելու համար։ Հա, իգիտություն իրեն, մինչև հիմա Թեհրանում բոլոր պետական մարմիններում իր այդ հանդիպումներում դա ոչ միայն մեր երեսով են տվել, այլ դա անողին անվանել են Կարմիր շայթանի ագենտ։ Պարոն Սաֆարյան ջան, հեռակաձևով ասեմ, մարդը կապիկությամբ է զբաղված եղել։ Եթերում ազատ շփումներ, կհանդիպենք։